որ եկավ տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել եւ այսպես դուք վերջի եթերներում անընդհատ անդրադառնում եք Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում արված այն հայտարարությանը, երբ ինքը ընդդիմադիրներին ի պատասխան ասում է դուք որ ասում եք 8 միլիարդով ավելացել է պետական պարտքը, չենք ուզում ասենք, հիմա ասեմ, զենք ենք առել, այսպես բղավում էր Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ այս մասով ասացիք փոքր ուսումնասիրություն եք իրականացրել, որի մասին կուզեք բարձրաձայնել, եւ ըստ էության նաեւ քաղաքական զրույցում ասացիք, որ համակարգային լրջագույն կործանումներ է, եթե այդ բառը կարելի է օգտագործել, կործանումներ են մեզ սպասվում, ինչի մասին է խոսքը, համեցեք։ Գիտեք, անկեղծ ասած, ես անցած իմ ելույթի մեջ բերեցի Օքսֆորդի համալսարանի վերլուծությունը 22-24 թվականների Հայաստանի Հանրապետության զենքի գնման։ Այն կազմել է ընդհանուր մոտավորապես $500 միլիոն։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատոր ստոր ստախոս է, որը հարիր չէ հայ ժողովրդի ղեկավարին եւ հարիր չէ այն ժողովրդին, որը 8000 տարվա պատմություն ունի, իր վրա կրել նման ստախոս վարչապետ, ես ուսումնասիրությունը շարունակեցի։ Եվ գիտեք, տիկին Մարիամ ջան, ինչ հետաքրքիր փաստի հանդիպեցի ես։ Ուրեմն գոյություն ունի Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների կենտրոն հանձնաժողով, որը յուրաքանչյուր տարի ներկայացնում է հաշվետվություն երկրների ռազմական պոտենցիալի եւ երկրների ռազմական գնումների վերաբերյալ։ Եվ այդ հաշվետվությունը ներկայացնում է աշխարհի ամենահեղինակավոր կառույցին՝ ՄԱԿ-ին։ Սիրելի հայ ժողովուրդ, Նիկոլ Ստախոսը, Նիկոլ մանիպուլյատոր դավաճանը հերթական անգամ լկտի ցինիկ սուտ խոսեց ազգային ժողովի ամբիոնից, ասելով որ $8 միլիարդ պարտքի ավելացումը կապված է զենքի գնման հետ։ Նախ ասեմ, համաձայն Ստոկհոլմի վերլուծությունների կենտրոնի հաշվետվությանը ՄԱԿ-ին, Հայաստանի Հանրապետություն 2020-2024 թվականներին աշխարհի 4 երկրներից գնել է 9 անգամ գնել է զենք եւ զինամթերք, որի ընդհանուր արժեքը կազմել է $1 միլիարդ 65 միլիոն։ Նորից եմ կրկնում, $1 միլիարդ 65 միլիոն։ Հասկանում եք։ Ընդ որում, համաձայն այդ վերլուծությունների եւ համաձայն պաշտպանական բյուջեի տվյալների $1 միլիարդ 65 միլիոն Հայաստանի Հանրապետության պաշտպանության բյուջեից է վճարվել եւ ոչ թե արտաքին պարտքի միջոցով։ Ներեցեք, ես ճշտման եմ, չեմ ճշտել դեռ այդ թիվը, բայց քանի որ այդ թիվը ինձ մոտ արդեն կա, ես ուզում եմ նշել։ Պաշտպանական բյուջեից չի գնվել $200 միլիոն զենք զինամթերք Ռուսաստանից։ Միայն Ռուսաստանից չի գնվել այդ զենք զինամթերքը $200 միլիոն, ընդ որում հիմնականում զինամթերք չի գնվել։ Այսինքն այդ 200 միլիոնը կարող է այնտեղ բյուջեից չնի, այլ պետական պարտք ավելացված լինի, բայց ցանկացած դեպքում դա 8 միլիարդ չէ։ Եվ հայ ժողովուրդը ասֆալտով եւ մանկապարտեզ ներկելով ուրախացող հայ ժողովուրդը պետք է հարցնի Նիկոլ Փաշինյանին, ուր է $8 միլիարդ, որը որպես պարտք դու դրել ես մեր եւ մեծ ծերունդների վզին, ուր է թալանվել եւ ուր է գնացել այդ փողը։ Ես նորից եմ կրկնում, Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների կենտրոն հանձնաժողովում այդ թվերը բացահայտ են, ՄԱԿ-ի հաշվետվության մեջ են մտնում, կարող է ցանկացած ոք մտնել եւ նայել։ Հայաստանի Հանրապետությունը, նորից եմ կրկնում, 4 երկրներից 2020-24 թվականներին գնել է $1 միլիարդ 65 միլիոն զենք զինամթերք։ Հասկանում եք, որը մեր պետական բյուջեից է մուծվել եւ ոչ պարտքի ավելացմամբ։ Այնպես որ
Սրանք մեծ հարցեր են, որոնք պետք է տրվեն այս իշխանություններին։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որ քո լակտի ցինիկ, գրեհիկ, այլասերված հայացքով նայում ես ու ասում ես զենք են գնել, սուտ ես խոսում, ստոր դավաճան։ Ով չի հավատում, թող վերցնի Ստոկհոլմի վերլուծությունները նայի եւ ասի։ Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը իր դավաճանությունները եւ իր հայասպան գործունեությունը թաքցնելու համար լրացնում է բոլոր այլախոհներին։ Լրացնում է ուղակի։ Նայեցեք, Նիկոլ Փաշինյանը Տաուշի 4 գյուղերը տվեց Թուրքին, չմարսեց իհարկե, ժողովուրդը բունտ արեց։ Տարբեր կապիկություններ արեցին, մի հատ ճաքած պատին տակ նկարվեցին ցույց տալու համար, որ խաղաղություն է, տես չեն կրակում եւ այլ, իհարկե թուրքը հիմա չի կրակի։ Թուրքը կկրակի եւ պահը գա ոչնչացնելու վերջին հային։ Իսկ այդ պահը դեռ չի եկել, Նիկոլը դեռ մինչև վերջ համակարգային ոչնչացումը Հայաստանի չի ավարտել։ Նայեցեք, Հովիկ Աղազարյանը ԿՊՀ-ական այդ պատգամավորը, որ դեմ գնաց Նիկոլ Փաշինյանին, ով Նիկոլ Փաշինյանին համեմատում էր Հիսուս Քրիստոսի հետ, դեմ գնաց Նիկոլ Փաշինյանին եւ նույն պահին դարձավ հայ ժողովրդի համար մեկ թշնամին համաձայն նիկոլականների, որովհետեւ ինքը դեմ գնաց դավաճան կապիտուլյանտին եւ իր մեջ քաջություն գտավ ճշմարտությունն ասելու Նիկոլի եւ նիկոլականների մասին։ Ազգային ժողովում պարզապես հարց տվեց, բարձրացրեց ժամանակի շուտ բարձրացրեց Տիգրանաշենի հարցը, ասել որ Տիգրանաշյանը փոխեք Արծվաշենի հետ, բայց ժողովուրդը հասկացավ, որ Տիգրանաշենի հարցը Նիկոլը արդեն լուծել է, հանձնելու է Թուրքին։ Եվ չի ներվում Նիկոլ Աղազարյան, համաձայն մեր ընդհանուր մտերիմների զրույցներից Աղազարյանը Հովիկին մի քանի օր հետո կկալանավորեն, ամենայն հավանականությամբ կկալանավորեն։ Փոխվել է քննիչը, կոռուպցիոն են անհասկանալի գործով, փոխվել է քննիչը, Վանաձորից քննիչ են հրավիրել, որպեսզի Աղազարյան Հովիկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրի, Աղազարյան Հովիկին մեկուսացնեն, որպեսզի Նիկոլի դավաճանության ճշմարտությունները չբացահայտի, չբարձրաձայնի։ Ուրեմն մի րոպե ասեմ, Հովիկ Աղազարյանի ես չեմ պաշտպանում։ Հովիկ Աղազարյանը ինձ համար, որպես քաղաքական գործիչ, նիկոլական եղել է, կա եւ մնում է։ Սակայն Հովիկ Աղազարյանը համարձակվեց Նիկոլի դավաճանությունը բացահայտել ազգի առաջ, որ Տիգրանաշենը տրվում է հայ ժողովուրդ։ Ազգային, լսեք, գիտեք ինչ կա, ազգային ժողովում երբ ասվում է, դա լայն մասսայականություն է վայելում։ Եվ Նիկոլը իր դավաճանության բացահայտումը չի ներում, ինչպես չի ներում այսօր մեր եպիսկոպոսներին, մեր եկեղեցուն, որովհետև եկեղեցին ազգային հենքի վրա է կանգնած։ Հիմա նայեցեք, ինչու են կալանավորված եկեղեցականները։ Ընդ որում, ես ուզում եմ մի պատմական փաստ բերել։ 17-րդ դարի սկզբին եղել է Մովսես կաթողիկոս հայոց, որը 300 թումանով, այն ժամանակվա թումանով, Էջմիածնի եկեղեցին տվել է պարսկական արքունիքին գրավ եւ այդ փողը մղցել է։ Դա եղել է մի սրիկա կաթողիկոս։ Բայց ոչ մեկի մտքով այն ժամանակ չի անցել կարգալույծ անել կամ հակակաթողիկոսական քարոզ սկսել։ Այդ նույն կաթողիկոսն էլ, ով Նիկոլ Թորոսիչ դավաճան եպիսկոպոսի միջոցով 1 միլիոնանոց հայ համայնքը ոչնչացրեց Ռեջ Պոսպոլիտայում։ Նիկոլ Փաշինյանը թուրքերի հրահանգով համակարգային պայքար է մղում հայ ժողովրդի դեմ։ Ես բերել եմ մի 2019 թվականին Երևանում
Քպայական միտինգը Երևանի հրապարակում բազմամարդ, հազարավոր մարդիկ էին հավաքվել, Նիկոլ Փաշինյանը պայքար էր սկսել ազգային ժողովի ընտրությունների համար։ Եվ Նիկոլ Փաշինյանը մեզ քննադատում են, որ մենք եկել ենք հանձնելու Արցախը։ Մենք եկել ենք փրկելու Արցախը։ Եվ ինչ։ Փրկվեց Արցախը։ Նիկոլի փրկությունը Արցախի ամբողջական կործանումն էր, հայաթափումը եւ թրքացումը։ Եվ այսօր հայտարարում եմ, մենք եկել ենք փրկելու, ազատագրելու եկեղեցին։ Դա նշանակում է, որ եկեղեցին կարժանանա Արցախի ճակատագրին։ Հիշում եք, Նիկոլը հայտարարեց, մենք եկել ենք փրկելու բանակը եւ զինվորներին, եւ սկսվեց խորովածի, լուլաքաբաբի, կլուբնիկի օպերացիան։ Եվ արդյունքում ինչ եղավ։ Բանակը կործանվեց։ Բանակը կործանվեց։ Այնպես որ եկել ենք փրկելու հայ ժողովուրդը թալանից, կոռուպցիայից։ Եվ ինչ է պարզվում։ Ամենամեծ թալանը այսօր իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում, որը նախկին ոչ մի իշխանության օրոք այդպիսի թալան չի եղել։ Ես պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանի Հանրապետությունում տարեկան 1-ից 2 միլիարդ դոլար կոռուպցիոն ռիսկերով փող է անհետանում արաբական երկրների բանկեր եւ օֆշորային անհասկանալի հաշիվներ։ Ահա Նիկոլի փրկությունը։ Բոլոր քպայականները դարձել են դոլարային միլիոնատերեր։ Նիկոլ Փաշինյանի 17 միլիոն դոլարանոց պալատը թող թքի բոլոր Նիկոլ Պաշտողների ճակատին։ Չեք հավատում։ Իլյա Կամարովսկայի սեպտեմբերի 12-ի հաղորդումը դիտեք։ Այս տարվա սեպտեմբերի 12-ի հաղորդումը դիտեք։ Եվ այս փրկիչը այսօր կպել է եկեղեցուց։ Եկեղեցու դեմ քարոզը, եկեղեցում վերջերս ես վերցեցի մոտավորապես 700 քահանաներ կան, ձեռնադրված քահանաներ կան եւ եպիսկոպոսներ կան Հայաստանի Հանրապետության առաքելական եկեղեցում։ Այդ 700-ից մենակ 2-ն են բացահայտ դուրս եկել եկեղեցու դեմ, մեկը դեռ բացահայտ չի դուրս եկել, բայց Նիկոլի ձեռքը սեղմելով, նա սեղմել է Նեռի, Դավաճանի, Հայաստանի եկեղեցպանի ձեռքը։ Եվ այդ եպիսկոպոսը իրավունք չունի։ Երբեք ամենամեծ դավաճանությունը դա բրուտոսությունն է։ Հայտնել է, մեկնել է հայտնել Գևորգ Սրբազանը։ Չէ, Գևորգ Սրբազանը դեռ հակաեկեղեցական քարոզ չի արել։ Նա պարզապես հակաեկեղեցական պատարակ է մատուցել Նիկոլի պատվին։ Եվ ես ձեզ ասեմ, գիտեք այսօր շատերը պատմություն քանի որ չգիտեն, մեկն ասում է, գիտես կա կաթողիկոսը իրավունք չունի երեխա ունենալ, ես հարցնում եմ, Վարդան Մամիկոնյանը, ում թորն էր, ապշած նայում ասում է, չգիտեմ, ասեմ Սահակ Պարթև կաթողիկոսի դստեր որդին էր, Սահակ Պարթև կաթողիկոսը ուներ դուստր, ասեմ Գրիգոր Լուսավորիչների եւ Աղբյանոսների տոհմը, որոնք Գրիգոր Լուսավորչից հետո երկար տարիներ Լուսավորիչների տոհմը ավարտել է Սահակ Պարքևով 450 թվականին։ Այսինքն 250 տարի Լուսավորիչների տոհմը ժառանգներ է ունեցել, կաթողիկոսներ են եղել։ Իրենք սուրբ էին, կաթողիկոս էին։ Երևի այն ժամանակ չկար Նիկոլի նման դավաճան, որ բանաներ։ Եվ գիտեք ինչ կա, եւ վերջերս մի շատ լուրջ մարդու հետ մենք քննարկում էինք, որը ծանոթ էր Նիկոլայ Սադոնցի Հայաստանը Հուստոնյանուսի ժամանակ հանճարեղ գիտական աշխատությանը գիրք է այն հրապարակված, որտեղ Հայաստանը Բյուզանդիայում կործանվեց միայն նրա համար, որովհետև կալվածատիրությունը, նախարարական կալվածատիրությունը բաժանվեց։ Հյուստոնյանուսը միայն օրենք ընդունեց, որ աղջիկ ժառանգները նույնպես իրավունք ունեն ժառանգել հողատիրություն։
եւ խոշոր նախարարական տները մանրացան, ոչնչացան եւ ռազմական առումով փոքրացան եւ 1071 թվականին, երբ թուրք սելջուկները հարձակվեցին, Հայաստանը պաշտպանող չկար։ Երբ մոնղոլ թաթարների հարձակումների ժամանակ կամ թուրքական հարձակումների ժամանակ եկեղեցին արտոնյալ վիճակում եղավ, որովհետև մոնղոլ թաթարները եւ թուրքերը եկեղեցու սրբությունը ժողովրդին վերահսկելու համար պահպանեցին, շատ իշխաններ իրենց կալվածքները, որպեսզի չբռնագրավեն թուրքերից, թուրքերը տալիս էին եկեղեցուն, որպեսզի եկեղեցին դառնա այն ուժը, որ կարող է ժողովրդին պահել, ընդունվեց կանոնակարգ, եկեղեցական կանոնակարգ, որ արգելում է եպիսկոպոսներին, որոնք խոշոր հողատերեր էին իրենց վանքերով, եւ կաթողիկոսներին ամուսնանալ, որպեսզի այդ հողը մնա եկեղեցուն, կալվածքը մնա եկեղեցուն։ Այդ օրենքը եկեղեցական կանոնակարգ է դարձել հայ եկեղեցու որոշմամբ եւ ոչ թե ինչ որ իշխանավորների կամ ինչ որ Նիկոլի քննարկման արդյունքում։ Եվ այսօր այն օգտագործել եկեղեցին թուլացնելու համար, երեք սրբազաններին դատել, կալանավորել, որովհետև նրանք դեմ են դուրս եկել դավաճան Նիկոլի քաղաքականությանը, դա ամենամեծ համապետական համակարգային դավաճանությունն է ու հակահայ գործունեությունն է։ Հասկանում եք։ Դա մի սարսափելի է, դա ուղղակի սարսափելի է։ Դա ուղղակի սարսափելի է։ Գիտեք, եկեղեցու դեմ պայքարելու պայքարը ժողովրդի ուշադրությունը շեղում է երկու հիմնական հարցից։ Ժողովուրդը այլևս չի խոսում Արցախից, խոսում է եկեղեցուց։ Ժողովուրդը չի խոսում թոշակների բարձրացումից, որոնք այս իշխանությունները չեն ցանկանում, մինչդեռ 2026 թվականի հունվարի 1-ից պետական պաշտոնյաների աշխատավարձն է բարձրանալու։ Եկեղեցից են խոսում, այլևս այդ սոցիալական հարցերը մի կողմ են դրված, որովհետև Նիկոլը մանիպուլյատիվ ձևով խղճում, փոխում է այդ իրավիճակը։ Նայեցեք, վերջերս Նիկոլը մեծ հանրահավաք չէ արեց, 5000 մարդ էր հավաքել, ընդ որում բոլոր հիմնարկի պետերին եւ նրանց տեղակալներին էին հրավիրել, հեռախոսները հավաքել են եւ խստի արգելել էին որևէ հարց տալ կամ լրագրողներին որևէ բան ասել։ Խստի արգելել էին։ Եվ Նիկոլի այդ շոուն, վախից բխող այդ շոուն կոչված էր հակաեկեղեցական պայքարը դարձնելու պետական քաղաքականություն, որովհետև իրեն դա են թույլատրել։ Նայեցեք, Նիկոլը այսօր գործում է ամբողջովին թուրքական թելադրանքներով։ Ես բերեմ մի օրինակ։ Ինչու Ղազախստանից ցորեն ներկրվեց։ Դուք Նիկոլը ասեց, որ դա հիմարություն է Ռուսաստանի արտաքին հետախուզական վարչության ծառայության կողմից հայտարարություն, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում Էրդողանին խոստացել է, որ վերականգնելով ցորենի պայմանագիրը Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա ցորեն կներկրի, ուկրաինական ցորեն կներկրի Հայաստան ռուսական ցորենի փոխարեն։ Ընդ որում Նախճիվանից, այսինքն ցորենը Թուրքիայից կգա Նախճիվան, որտեղից Նիկոլը այն կներկրի Հայաստան։ Եվ դրա գնի տարբերությունը, քանի որ ուկրաինական ցորենը եվրոպական գներով է 3 անգամ ավելի թանկ է Ուկրաինան, եւ այդ փողը կտա Եվրոմիությունը։ Նիկոլը այդ անվանեց հիմարություն։ Մինչդեռ ռուսական արտաքին հետախուզության ծառայությունը հաստատեց իր տվյալները եւ ճշմարտությունը։ Դուք հասկանում եք ինչեր է իրենից ներկայացնում այդ բոլորը։ Ես ուզում եմ անդրադառնալ նաև վերջերս քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդների, որոնք քաղ հասարակության անվան տակ այցելեցին իրենց հարազատ տերերին, թուրքերին, Ալիևին այցելեցին։ Ես ընդհանրապես սորոսականներին, ովքեր Սորոսի փողերով Հայաստանը հասցրեցին այս վիճակին, անվանում եմ սորոսական մանկուրտ վիժվածքներ։
Եվ այդ մանկուրտները, սրոսական մանկուրտները գնացին եւ եկան ասելու, գիտեք ինչ կա։ Գիտեք այնտեղ Ալիևի օգնականը ասեց, որ մենք խաղաղություն ենք ուզում։ Եվ եկել էին հպարտ, խորթային հարճվանքով, գոչում են խաղաղություն է բերում Ադրբեջանը մեզ, խաղաղություն է բերում Ադրբեջանը մեզ եւ չգիտես ինչու ես մտա եւ ուսումնասիրեցի Ալիևի ելույթը ազգային ակադեմիայում, Ադրբեջանի ազգային ակադեմիայում։ Այդ հանդիպումից 2 օր հետո։ Եվ գիտեք ինչ է հայտարարում Ալիևը։ Հայտարարում է հետեւյալը, որ Հայաստանը չի եղել, չկա։ Ադրբեջանը եղել է կա։ Հայաստանը դա ադրբեջանական պատմական տարածք է։ Եվ մենք պետք է գիտականորեն ապացուցենք, իսկ քաղաքականությամբ պետք է գրավենք Հայաստան, այն դարձնենք Ադրբեջան։ Այն պետք է լինի Արևմտյան Ադրբեջան վիլայեթ եւ մտնի Ադրբեջանի կազմի մեջ։ Հիմա ես հարց եմ տալիս այդ հորտվային հրճվանքով քաղաքասարակության ներկայացուցիչներին։ Ում հավատանք։ Ձեր նման միամիտ ապուշների, որոնք հանուն նիկոլական դավաճանության մի փոր հացի, մի փոր լափի ծախում եք երկիրը, թե Ալիևին, որը ինչ հայտարարել է, իրականացրել է։ Դավաճանություն, բայց այդ աստիճան ստոր դավաճանություն առաջին անգամ եմ տեսնում։ Եվ այդ քաղաքասարակության ներկայացուցիչներն ուզում եմ ասեմ, եթե դուք այդքան լավն էիք, Ադրբեջանը ինչու քաղաքասարակության բոլոր կազմակերպությունները, սորոսական բոլոր կազմակերպությունները փակեց եւ արգելեց իր երկրում։ Դուք այդ հարցը ինչու չտվեցիք։ Դուք ինչու չտվեցիք հայ գերիների հարցը։ Սաֆարովի հարցը ինչու չտվեցիք։ Որովհետեւ դուք կոչված էիք կապիտուլյացիան խաղաղություն ներկայացնող իշխանության եւ Նիկոլի օրակարգը սպասարկելու։ Դուք այնտեղ հայ չէիք, դուք այնտեղ թուրքի ստրուկ էիք ներկայացել։ Եվ թուրքի ստրուկ էլ վերադարձաք, եւ որպես թուրքի ստրուկ փայլուն կերպով փոխանցեցիք ձեր տերերի հորձորջանքը։ Բայց ես հավատում եմ, որ Ալիևը ճիշտ է ասել, որ իրենք գրավելու են, քանի որ դուք այս երկիրը հասցրել եք կործանման։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Հայաստանի Հանրապետությունը մեկուսացված է աշխարհից։ Այն, որ թուրքական աշխարհում Նիկոլին հերոս են կոչում, դա պետք է այդպես էլ լիներ, որովհետև թուրքերը երազում էին։ Աթաթուրքը ձեռևս երազում էր Զանգեզուրի միջանցք ունենալ։ Եվ ծովակալ Յաջին իր հաղորդումներից մեկում ասել էր Աթաթուրքն էր պայքարում։ Եվ երբ 72 թվականին 20 անգամ ավելի հող տվեցին պարսիկներին, այդ մի փոքրիկ 6 կիլոմետրանոց շերտը վերցրեցին Նախճիվանը Թուրքիային կապելու համար, դա այդ ծրագրի իրականացման հերթական քայլն էր։ Եվ 21 թվականին Նախճիվանը ստիպեցին ճանաչել Ադրբեջանի մաս, բայց ասեմ ձեզ, որ Նախճիվանը պրոտեկտորատի կարգավիճակով է, այսինքն ժամանակավոր է ճանաչված, այն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի միջազգայինորեն ճանաչված տարածքն է, որը Նիկոլը կապիտալիզացիայով նույնպես տալիս է, ոչ միայն Արցախն է տալիս, այլ նաեւ Նախճիվանն է տալիս։ Պրոտեկտորատի կարգավիճակը պետության անկախտելի մաս չի կոչվում։ Այն Հայաստանի Հանրապետության տարածքը ժամանակավոր անվտանգության նկատառումներ տրված Ադրբեջանին։ Եվ այդ քայլերը եկավ եւ թուրքական բոլոր երկրները օգտագործում են Զանգեզուրի միջանցքը, Թրամփի ուղիղ ոչ մեկը չի օգտվում։ 3 առաջի օրը Ուզբեկստանի նախագահը նույնպես օգտագործեց Զանգեզուրի միջանցք։ Տոկաևը, որը ժինջել էր կախում Նիկոլի վզից թուրքական ստրկության ժինջիլը, նույնպես Զանգեզուրի միջանցք է օգտագործում։ Զանգեզուրի միջանցք է օգտագործում Ալիևը, Էրդողանը։
Այսինքն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կոպիտ խախտում է կատարվել եւ քրեական գործ չի հարուցվում։ Ասեմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հերթական հայտարարություն է տրված հանցագործության մասին, գլխավոր դատախազություն հերթական հաղորդումն է տրված եկեղեցու դեմ պաշտոնական դիրքի չարաշահման հակասահմանադրական արշավ սկսելու համար։ Եվ վեհափառի սրբությունը ոտնահարելու համար։ Գիտես, ես կուսակցության շրջանում աշխատած տարիներին արժանացել եմ Վարդգեն կաթողիկոսի եւ այն ժամանակվա Կիլիկո հայոց թեմի առաջնորդի կողմից ոսկեջաց գրիչի եւ պատվոգրի։ Երբ իրենք եկան եւ Խրիմյան հայրիկի հուշասյունը կանգնեցվեց Սիսյանի Գրիգոր Լուսավորիչ կամ Սյունի նշանավոր հնագույն եկեղեցիներից մեկի բակում, մինչև այսօր էլ այդ այցելության սյունը, սուրբ սյունը կանգնում է այնտեղ։ Եվ այն ժամանակ երջանկահիշատակ Շորժ Դավթյանի եւ Հենզել Միսակի Առաքելյանի քարտուղարության ժամանակ առանձնահատուկ կուսակցական վերաբերմունք կար եկեղեցու սրբության հանդեպ։ Իմ աչքի առաջ կուսակցության շրջկոմի քարտուղարը համբիրում էր վեհափառների ձեռքը, որովհետև նրանք սուրբ էին։ Ինձ համար Գարեգին վեհափառը կաթողիկոս ամենայն հայոց սրբություն է եւ անեծք ու մահ նրանց, ովքեր այդ սրբությունը կոտնահարեն։ Գիտեք ինչ կա, կեղծ նիկոլական ստերով փորձում են հեղինակազրկել կաթողիկոսի սրբությունը եւ ժողովուրդը միամիտ չի հասկանում, որ եկեղեցին իր վերջին հենարանն է, գոյության վերջին հենարանն է թրքացումից առաջ, նայելով միայն հմեկի կեղծ թուրքական փողերով սպասարկվող ալիքը, հավատում է այդ ստերին։ Մինչև այսօր վեհափառը այս ունի, վեհափառը այս է արել, ոչինչ բացի բառերից չկան։ Ոչինչ բացի բառերից չկան։ Մեր կաթողիկոսները դիվահար եղած տականք բռնապետների դեմ պայքարում ես կյանքն են տվել։ Ներսեց մեծ կաթողիկոսին բրացեց սպանել են։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Պապ թագավորը բրացեց սպանեց ներսեց կաթողիկոսին, բայց 50 տարի հետո տոհմը վերացավ։ Դա պապ թագավորին սպանեցին, իր որդիներին սպանեցին եւ զրկեցին թագավորությունից անգամ։ Հասկանում եք։ Հաճախ է համատվում եւ բայց կասեմ ձեզ, որ պապ թագավորին ստորաբար սպանեցին եւ Հայաստանը կործանվեց։ Որովհետև այդ սպանությունից հետո Հայաստանը բաժանվեց Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջև 287 թվականին։ Հայաստանի միասնականությունը ինչպես նույնը անում է այսօր Նիկոլ Փաշինյանի օրոք։ Ես ուրիշ բան ասեմ։ Վերջերս հայտարարություն եմ լսում, որ Հայաստանի Հանրապետություն չունի այդքան փող, որպեսզի թոշակները բարձրացնի։ Նիկոլ Փաշինյանը հիշում է, որ Նիկոլ Փաշինյանը ստեց, որ 800,000 աշխատող կա, որովհետև Նիկոլ Փաշինյան դու սուտ ես խոսում, վիճակագրական տվյալները 750,000 են ասում, իսկ կենտրոնական բանկը 650,000 է ասում, այսինքն պետական կառույցներն այսօր վարակվել են նիկոլական ստախտով։ Ասես տնտեսական աճ գոյություն ունի, ես բերում եմ ֆինանսների նախարարության տվյալները այսօր։ Արտահանումը կրճատվել է 33.4%-ով։ 2025 թվականի 10 ամիսների տվյալներն են։ Ներմուծումը կրճատվել է 46.8%-ով։
Բյուջեի դեֆիցիտը կազմելու է այս տարի 604 միլիարդ դոլար։ Դա 1.5 միլիարդ 604 միլիարդ դրամ, դա 1.5 միլիարդ դոլար է։ Ասում են, չէ, բյուջեն հավաքում ենք տնտեսական աճ, ընդ որում միայն турքերը, հարկերը, տուժերը, տուգանքները Հայաստանի Հանրապետության բյուջե լրացուցիչ այս տարի տալիս են 1.5 միլիարդ, 1.5 տրիլիոն դրամ, այսինքն համարյա 3 միլիարդ դոլար։ Նման պայմաններում անգամ բյուջեի դեֆիցիտը 604 միլիարդ դրամ է կազմում, այսինքն 1.5 միլիարդ դոլար է կազմում։ Բայց տնտեսական աճի թիվը կազմում է 7%։ Տնտեսական ակտիվության աճը, ներեցեք, տնտեսական աճը, տնտեսական ֆինանսական շրջանառության եւ տնտեսական ակտիվության աճը 7%։ Միայն հացը թանկացել է 140 դրամով, լավաշ հացը։ Եվ միայն ավել ժողովրդից թալանվում է 150 միլիարդի չափ դրամ չափ փող։ Դուք հասկանում եք ինչ է դա կատարվում։ Այսինքն ժողովրդին թալանում են, բայց էլի չեն կարողանում ծերին հասցնել։ Արդյունաբերությունը նվազել, անցած տարի 40% է նվազել, այս տարի անցած տարվա համեմատ 20% ևս, այսինքն Նիկոլի գալուց հետո 60%-ով մեր արդյունաբերությունը նվազել է։ Եվ այդ շիզոֆրենիկ ազգակործանին դեռ պաշտպանողներ կան։ Դուք հասկանում եք դա ինչ է կատարվում։ Երեք ես ուսումնասիրում եմ համաշխարհային մամուլը եւ անդրադարձած Զելենսկու փակ հանդիպումը ազգային իրենց ռադայի падգամավորների հետ։ Գիտես, ծաղրածուները ամենտեղ ծաղրածու են։ Հիշում եք Նիկոլա մեղադրեց ռուսներին, որոնք դաշնակիցները իրենց դավաճանեցին եւ ժողովրդին, որոնք դասալքեցին, չկարվեցին։ Զելենսկին նույնն է հայտարարել։ Գիտես, մենք պարտվում ենք, որովհետեւ դաշնակիցները մեզ զենք չտվեցին, չօգնեցին եւ ժողովուրդը Ուկրաինայի ժողովուրդը չկարվեց։ Մեղավոր է ոչ թե Զելենսկին իր ապաշնոր թալանչի կառավարությամբ, այլ ժողովուրդը։ Մեղավոր է ոչ թե Նիկոլը, այլ ժողովուրդը։ Հիշում եք, Մեսելինա համաշխարհային հարճը հայտարարեց, որ 10,000 դասալիքներ կային Հայաստանում։ Հիշում եք, քանի քրեական գործ հարուցեցին դասալքության համար։ Բոլորին հայտարարեցին դավաճան, ովքեր հականիկոլական էր պատերազմից հետո։ Քանի քրեական, ընդամենը 3 քրեական գործ կա դավաճանության, պատերազմի ժամանակ դավաճանության համար, իրանք, որոնք օբյեկտիվ քրեական գործեր են, իրականում եղել են դավաճանություններ, բայց դա այն մակարդակը չի եղել։ Միակ դավաճանը Արցախյան պատերազմում դա եղել է Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները։ Այն ժամանակվա պաշտպանության նախարարության ղեկավարությունը եւ Նիկոլ Փաշինյանը։ Եվ եթե ինչ-որ մեկին թվում է, թե դա չգիտեն, բոլորն էլ գիտեն։ Եվ ես ուզում եմ վերջում խոսել Նիկոլ Փաշինյանի եւ դրա թիմակիցների թալանի մասին։ Ազգային ժողով մարդ է մահացել, այո, ես երեք այդ թվին եւ անկեղծ ասած երեք ոստիկանության աշխատողներից մեկը ինձ մոտեցավ եւ մի բան հարցեց, ասաց պարոն Նովոսյան, տեղյակ եք, որ ոստիկանները ամբուժելի շիզոֆրենիայով ամբողջ կյանքում շիզոֆրենիայով տարապող մի հատ տղայի ծեծել են եւ հետո նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել։ Որում գիտեք ոնց է ծեծել Մարիամ ջան։ Անջատել են այդ տեսանկարահանող սարքերը, ծեծել են եւ հետո նոր միացրել են։ Հետո քրեական գործ են հարուցել, որ իրենց ծեծելու ժամանակ այդ տղան դիմադրություն է ցույց տվել։
Հիմա կարող է եւ դիմադրությունը ցույց տվել, կարող է եւ օրենքի խախտում ունեցել, բայց բռնությունը սկսվել է ոստիկաններից։ Եթե Նիկոլ իրեն թույլ է տալիս ոստիկանների անօրինական կալանավորել, ապա ոստիկանները ինչու՞ չպետք է դա անեն։ Իսկ դուք զարմանում եք, որ 21 մարդ է մահացել։ Նիկոլի օրոք 72 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ անհասկանալի պայմաններում մահացել են։ Բոլոր այդ մահերը կապված են եղել Նիկոլ Փաշինյանի գաղտնիքների, Նիկոլ Փաշինյանի դավաճանությունների եւ Աննայի ամբարո վարքի հետ։ Բոլորը դա։ Ավարտելով խոսքս ուզում եմ ասել։ Ժողովուրդ, Նիկոլը թալանում է։ Միայն նայեցեք ազգային ժողովի ամբիոնից հնչեցված թվեր եմ ասում։ Տիգրան Ավինյանի մայրը $450,000 շենք է առել։ Տիգրան Ավինյանի հայրը կառուցում է $1 միլիոն առանձնատուն Սևանում։ Երբ պատերազմում հաղթանակած փառապանց հրամանատար Սերյան Օհանյանը մի փոքր դաչա ուներ $60,000 Նիկոլ Փաշինյան ասկան դու ինչու պետք է այնտեղ դաչա ունենաս տականք Նիկոլ ով է նարկոման Ավինյանը որ հայրը նրա որը մինչև իշխանության գալը ընդամենը կանաչապատման հասարակ աշխատող էր մեծահարուստի տանը $1 միլիոն Սևանում ինչ արժանիք ունեն Ավինյանները որ $1 միլիոն Սևանում առանձնատուն կառուցեն իհարկե հայտարարում են 200,000 դրամ բայց լուրջ շինարարներ որոնք տեսել են որոնք նկարել են այդ տարածքը եւ այդ շինարարության թափը $1 միլիոն պակաս չեն գնահատում Ավելին ասեմ գնել Սանոսյանի մայրը հսկայական տուն է ունենում պատգամավոր Դիանայի թոշակառու կեսրը եւ կեսրարը երկու տուն գազալցակայան են կառուցում նիկոլական թալանի ժամանակ Քաջանի կոմբինատից $500 միլիոն է կորել օֆշոր է տեղափոխվել ինչու չեք հետևում դրան Քաջանի կոմբինատը միշտ վերջին 10 քանի տարիների ընթացքում եղել է առաջին հարկատուն եւ հանկարծ Նիկոլը Քաջանի կոմբինատի արժեթղթերի բռնությամբ խլելուց հետո այդ կոմբինատը 5-րդն է ուր են գնում կառավարության ոչ մի տեղ բյուջեում կենտրոնական բանկում չկա հաշվետվություն թե այդ 12% արժեթղթերի եկամուտը ուր է գնում Նիկոլ դու թալանում ես այդ երկիրը Նիկոլական տականքներ դուք թալանում եք այդ երկիրը, թուրքական ապրանքներ։ Եվ վերջում ասեմ, 2025 թվականի 10 ամիսներին Հայաստանի Հանրապետությունում փակվել են, պաշտոնապես փակվել են 30,169 ձեռնարկություն։ Հեցի բռնությամբ խլելուց հետո Հայաստանի Հանրապետությունից իրենց գործունեությունը դադարեցրել են 150 միջազգային կազմակերպություններ եւ կառույցներ։ Հայաստանի Հանրապետությունից հետ են տարել $1 միլիարդ ներդրումային ծրագրերով Հայաստան եկած գումարներ։ Ահա Նիկոլի թալանը։